Ողջույն, սիրելի հետևորդներ, երբևէ զգացել եք, կարծես թե ամեն ինչ ձեր դեմ լինի, մարդիկ չեն հասկանում, իրավիճակները լարված են, իսկ ներսում կա պայքար, և թվում է, թե դուք արդեն ընկել եք, բայց հենց այդ պահին Աստված ասում է մի խոսք, որը կարող է փոխել ամբողջ իրականությունը։ Այս խոսքերը կարդում ենք Միքիայի մարգարեության 7-րդ գլխում, և սա հաղթանակի խոսք է, ընկած հուսահատ, բայց հավատը չկորցրած մարդու։ Սակայն ես Տիրոջ վրա աչքս կհառեմ, կսպասեմ իմ Փրկիչ Աստծուն, և Տերը իմ Աստվածը կլսի ինձ։ Մի չարախոսիր ինձ վրա, ով իմ թշնամի, եթե գլորվեցի, դարձյալ կկանգնեմ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։ Տիրոջ բարկությանը կհամբերեմ, որովհետև մեղանչեցի նրա դեմ, մինչև արդարացնի իմ դատաստանը և ինձ արդարությամբ դատի։ Ինձ կհանի դեպի լույսը և տեսնեմ նրա արդարությունը, և ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ, ուր է քո Տերը, քո Աստվածը։ Իմ աչքերը կտեսնեն նրան, արդ ոտքի կոխան կլինի, ինչպես ցեխը ճանապարհի վրա։ Ամեն։ Մարգարեն ասում է. ես պիտի նայեմ Տիրոջը, պիտի սպասեմ իմ փրկության Աստծուն։ Ուշադրություն դարձրու, նա չի ասում կսպասեմ մինչև ամեն ինչ լավանա, նա ասում է ես նայում եմ Աստծուն։ Սիրելի հետևորդ, քո ուշադրության ուղղությունը որոշում է քո ներքին վիճակը։ Եթե նայում ես խնդիրներին, կմեծանան, եթե նայում ես Աստծուն, կուժեղանաս։ Սովորիր ամեն օր հայացքդ ուղղել դեպի Աստված, ոչ թե միայն դեպի խնդիրները։ Սա հատվածի ամենահզոր խոսքերից մեկն է, թեև ընկել եմ, կկանգնեմ։ Այս հատվածի սա հավատի հայտարարություն է։ Մարգարեն չի ժխտում իր ընկնելը, բայց նաև չի ընդունում այն որպես վերջ։ Սիրելի հետևորդ, ընկնելը վերջը չէ։ Վերջը այն է, երբ մարդը այլևս չի ուզում կանգնել։ Եթե ընկել ես, մի մնա այնտեղ, կանգնիր, Աստված դեռ քեզ հետ է։ Մարգարեն ասում է, եթե խավարում նստեմ, Տերը իմ լույսն է։ Շատ խոր պատկեր է, կյանքում լինում են խավար ժամանակներ, անհասկանալի իրավիճակներ, ներքին ճնշում, հուսահատություն, բայց այդտեղ էլ կա լույս։ Աստված չի անհետանում խավարում, նա հենց այնտեղ է առավել զգալի։ Երբ կյանքում մութ շրջան կա, մի հեռացիր Աստծուց, մոտեցիր նրան։ Մարգարեն ընդունում է իր սխալները, նա ասում է ես պիտի կրեմ Տիրոջ բարկությունը, որովհետև մեղանչեցի։ Սա շատ կարևոր հոգևոր հասունություն է։ Նա չի մեղադրում ուրիշներին, նա ընդունում է իր պատասխանատվությունը, բայց նաև ավելացնում է. Աստված պիտի պաշտպանի ինձ և ինձ լույս բերի։ Ապաշխարությունը դատապարտություն չէ, այն ճանապարհ է դեպի վերականգնում։ Մի վախեցիր ընդունել քո սխալները, Աստված պատրաստ է ներել և բարձրացնել քեզ։ Վերջում մարգարեն ասում է թշնամին, որը ծաղրում էր, պիտի ամաչի։ Սա հաղթանակի պատկեր է, ոչ թե անմիջապես, բայց վստահորեն Աստված արդարություն է հաստատում։ Սիրելի հավատավոր հետևորդ, երբեմն մարդիկ կամ իրավիճակները քեզ կարող են վերջացած համարել, բայց Աստված դեռ չի ավարտել քո պատմությունը։ Մի պատկերացրու քո վերջը քո ներկա վիճակով։ Աստված կարող է փոխել ամեն ինչ։ Այս հատվածը տալիս է շատ հզոր ուղերձ։ Հայացքդ ուղղիր Աստծուն, ոչ թե խնդիրներին։ Ընկնելը վերջը չէ, եթե պատրաստ ես կանգնել։ Խավարում էլ Աստված քո լույսն է։ Ապաշխարությունը բերում է վերականգնում։ Աստված վերջում արդարություն է հաստատում։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե այսօր քեզ թվում է, որ կյանքը քեզ գետնին է գցել, լսիր այս խոսքը, թեև ընկել եմ, կկանգնեմ։ Եթե խավարում ես, Տերը քո լույսն է։ Եթե սխալվել ես, Աստված պատրաստ է բարձրացնել քեզ։ Այսօր մի հանձնվիր, մի մնա ընկած վիճակում, կանգնիր հավատով, և թող քո կամքը դառնա կենդանի վկայություն, որ Աստված բարձրացնում է ընկածներին։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը,
կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բարենորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ ուղարկել այս տեսանյութը ձեր ընկերներին ու բարեկամներին, որպեսզի Աստծո խոսքը ավելի շատ տարածվի։